Մի անգամ մեր կողմերում մի միայնակ գայլ հայտնվեց։ Մերթ օրը ցերեկով ճանապարհ դուրս գգար, մերթ անտառում սունկ հավաքողներին գվախեցներ։ Մարդիկ հասկանում էին, որ երիտասարդ ու ուժեղ գազան է, երևի առաջնորդների հետ լեզու չէր գտել, դրա համար էլ հեռացել էր։ Իր համար էգ է փլտրում, ուզում է իր սեփական ոհմակը ստեղծել։ Բայց մարդիկ սկսեցին վախենալ անտառ գնալ, հատկապես միայնակ։ Տղամարդիկ գայլին մականուն տվեցին՝ ամուրի։ Ժողովրդի մեջ այդպես են անվանում միայնակ երիտասարդ տղամարդկանց։ Պատահում էր տղամարդիկ նստում էին խանութի մոտի նստարանին, նորություններով կիսվում ու անպայման մեկնումեկը կասեր. «Օրերս ամուրիին նորից անտառում տեսանք»։ Հարևանների հետ մարդիկ սկսեցին նկատել նաև, որ նա սկսել է մոտենալ շներին, այն շներին, որոնք ապրում են ծայրամասային տներում, անտառին ավելի մոտ։ Որցերի մոտ չէր գնում, միայն էգերի։ Ինչ-որ մեկը նրան տեսել էր ուշ երեկոյան, երբ մտել էր բակ, իսկ նա նստած էր հենց բնիկի մոտ, շնիկի կողքին ու նայում էր նրան։ Իսկ շունն անգամ չէր հաչում, միայն պոչն էր շարժում։ Մյուսները պատմում էին, որ երեկոյան դուրս են գալիս բանջարանոց, իսկ նա մոխրագույն ստվերի պես ցանկապատի վրայով ցատկում ու անտառ է փախչում։ Մարդիկ իսկապես վախեցան, գորշը միանգամայն լկտիացել էր, հիմա ինչպես ապրեն։ Շներն էլ չեն վախենում, նույնիսկ մոտ են թողնում։ Ոմանք ասում էին, որ երևի ազատ էգ գայլ չի գտել ամուրին, դրա համար էլ իր համար հարսնացու է ընտրում շների ցեղից։ Իսկ գյուղում ապրում էր մի չամուսնացած, միայնակ բավականին երիտասարդ աղջիկ։ Նրա տունը փողոցի ամենավերջինն էր, եւ բանջարանոցը հենց անտառին էր կպած։ Տնտեսությունը փոքր էր, 5 հավ ու մի ծեր այծ։ Անցեղատեսակ մի շնիկ պահպանում էր այս ամբողջ ունեցվածքը։ Եվ ահա այդ միայնակ գայլը սկսեց մյուսներից ոչ պակաս հաճախ հայտնվել այնտեղ։ Տանտիրուհին պատմում է. «Պատուհանից դուրս նայեցի, իսկ նա նստած մերթ շանն է նայում, մերթ պատուհանին, կարծես ինձ է տեսնում։ Ես արդեն չեմ էլ հասկանում, Ջուլիի աչքն է մտել, թե ինձ է փեսացու գալիս»։ Կանայք ծիծաղում էին, Անահիտին, այդպես էին անվանում տանտիրուհուն, անվանեցին գայլի հարսնացու։ Նա իհարկե հումորով ու հասկացող կին էր, չէր նեղանում։ Տղամարդիկ առաջարկում էին բանջարանոցում թակարդներ դնել, բայց նա դեմ էր, բա որ իր սեփական շունն ընկնի թակարդը, համ էլ գայլին մեղք էր գալիս։ Նա թեև սարսափելի է, բայց ոչ մեկին վատություն չի անում։ Անահիտը ձեռքով էր անում, իսկ գայլը գալիս ու գալիս էր, նստում էր Ջուլիի բնիկի մոտ, մերթ շանն էր նայում, մերթ ուղիղ պատուհանին, կարծես ինչ-որ բան էր ուզում ասել։ Եվ ահա մի անգամ առավոտյան Անահիտը ջրի գնաց, իսկ գայլը պառկած է բնիկի մոտ։ Գլուխը դրել է թաթերին ու նայում է իրեն։ Նա վախեցավ, դույլերը վայր գցեց, դրանք դղրդյունով ցրվեցին։ Կինը վազեց տուն եւ կարծես տեղում քարացավ, իսկ գայլը նույնիսկ ցած դույլերից չվախեցավ, պառկած մնաց ու վերջ։ Անահիտը հասկացավ, որ այս գայլի հետ ինչ-որ բան այն չէ։ Շունչ քաշեց, համարձակություն հավաքեց եւ նորից բակ դուրս եկավ։ Ջուլին վազվզում էր, պոչը շարժում, մերթ քիթն էր լիզում, մերթ թաթով կպչում գայլին, կաղկանձում էր, իսկ նա կարծես ուշադրություն չէր դարձնում նրան, աչքերով հետևելով կնոջը։ Անահիտը սկսեց մոտենալ նրան, գայլը զգոնացավ, գլուխը բարձրացրեց եւ ուղիղ նայեց։ Այդ ժամանակ կինը նկատեց, որ գայլի վզին ինչ-որ տարօրինակ բան կա, կամ պարան է, կամ նույնիսկ վսկապ։ Բայց որտեղից նրա վրա կարող էր վսկապ լինել։ Անահիտը կամաց-կամաց սկսեց մոտենալ։ Գայլը չդիմացավ, ցատկեց ցանկապատի վրայով ու փախավ։ Ամբողջ օրը կնոջ մտքից դուրս չէր գալիս կենթանու վզին պարանով այս պատկերը։ Նա գնաց խանութ, պատմեց ինչ տեսել էր, մտածելով, որ գուցե մարդիկ որևէ խորհուրդ տան։ Նրանք իրար հերթ չտալով սկսեցին ինչ-որ հիմարություններ դուրս գալ, թե իբր այդ ամենը նրան թվացել է, եւ սովորության համաձայն սկսեցին կատակել։ Այդ ժամանակ նա որոշեց գործել ինքնուրույն։ Երեկոյան մի կտոր միս դրեց ամանի մեջ, դրեց բանջարանոցում այնտեղ, որտեղ ամուրին գալիս էր, եւ սկսեց հետևել պատուհանից։ Ամուրին նորից եկավ, հոտ քաշեց մսից, նետվեց դեպի այն, պարկած բռնում էր ատամներով, ծամում էր, բայց կարծես չէր ուտում եւ նորից պարկում էր։ Հետո պարկեց դնչիկը դրեց թաթերին ու նայում էր ուտելիքին։ Այդ ժամանակ Անահիտն ամեն ինչ հասկացավ։ Գայլը չի կարողանում ուտել։ Պարզ չէ ինչու, բայց չի կարողանում։ Նա զգուշությամբ դուրս եկավ նրա մոտ, աշխատելով աղմուկ չհանել։ Մոտենում էր դանդաղ, աչքերին չէր նայում, բայց հայացքը գազանից չէր կտրում։ Հիմա արդեն կինը շատ ավելի քիչ էր վախենում։ Նա հասկանում էր, որ եթե գայլը չի կարողանում միսը վերցնել, ապա իրեն էլ չի գցի։ Այս անգամ նրան հաջողվեց շատ մոտենալ գազանին, գրեթե մեկնած ձեռքի հեռավորության վրա,
բայց ձեռք չտվեց նրան։ Ուզում էր, որ նա դադարի իրենից վախենալ։ Սկզբում Անահիտը կքանցեց, գայլը բարձրացրեց գլուխը, հիմա նա կարող էր հստակ տեսնել, թե ինչ կա նրա վզին, իսկ դա ակնհայտորեն հին կաշվե վսկապ էր, կամ փշերով կամ գամերով։ Ինչպես այն կարող էր հայտնվել վայրի գազանի վզին։ Վսկապն այնքան էր սեղմել կենդանու կոկորդը, որ գայլը հազիվ էր շնչում, ուր մնաց թե ուտեր։ Հաջորդ օրը Անահիտը միսը փոքր կտորներով կտրատեց, դրեց ամանի մեջ և նորից դրեց բանջարանոցում։ Գայլը սովորության համաձայն եկավ, մսի հոտն առնելով նետվեց վրան, սկսեց լիզել։ Ապա հասկացավ, որ այն փոքր կտորներով է և սկսեց ագահորեն կուլ տալ։ Երևում էր, թե ինչպես են փոքր կտորները հազիվ սահում կոկորդով։ Գայլը ստիպված էր ամեն կումի հետ անբնական կերպով գլուխը սեղմել կրծքին, իսկ հետո վեր ցցել, որպեսի կուլ տա միսը։ Դժբախտ գիշատիչը, ըստ երևույթին, վերջին ժամանակներս սնվում էր միայն մկներով ու գորտերով, մտածում էր այն ժամանակ Անահիտը։ Ահա թե ինչում էր եկել մարդկանց մոտ օգնության։ Ինչ որ մեկը չէ, որ հագցրել էր նրան այս վսկապը, նշանակում է նախկինում ծանոթ է եղել մարդկանց հետ։ Օրեցօր կինը կերակրում էր գիշատչին և ավելի ու ավելի մոտենում նրան։ Եվ մի անգամ եկավ այն օրը, երբ նա փորձեց ձեռքը դնել նրա գլխին։ Գայլը ցնցվեց, բայց չփախավ։ Անահիտը ձեռքով շոյեց գազանի վիզը, նա շատ լարվեց։ Նա փորձեց շոշափելով գտնել ճարմանդը, դա այնքան էլ հեշտ չէր անել։ Վսկապը գրեթե աճել էր գազանի վզի մեջ։ Ի վերջո նրան հաջողվեց։ Նա փորձեց արձակել, բայց դա արդեն անհնար էր։ Անահիտը հիշեց գրպանի ծալովի դանակի մասին։ Զգուշորեն մի ձեռքով նա հանեց այն, մյուսը չհեռացնելով կենդանու վզից, այնպես որ գայլը չտեսնի կողմնակի առարկան։ Նա անցկացրեց այն վսկապի տակ և կտրեց։ Հիմա պետք էր զգուշորեն, կենդանուն ցավ չպատճառելով, հանել այդ չարաբաստիկ առարկան։ Կինը երկու ձեռքով բռնեց կտրված վսկապի ծայրերից և սկսեց հեռացնել այն։ Գայլը սկսեց շարժել գլուխը, բայց նա բաց չէր թողնում։ Նա հետ քաշվեց ու ազատվեց, ակնթարթորեն ցատկեց ցանկապատի վրայով ու անհետացավ անտառում։ Անահիտը նայում էր վսկապին։ Արյուն չկար, նշանակում է կենդանու մաշկը վնասված չէր, իսկ դա փրկվելու լավ շանսեր էին։ Հաջորդ օրը նա գնաց խանութ այդ վսկապով։ Ահա, ցույց էր տալիս նա բոլորին։ Հիացեք, հանեցի գայլի վրայից։ Ժողովուրդը զննում էր ավարը և զարմացած բացականչում. Այ քեզ բան, որտեղից։ Իսկ գուցե դա բոլորովին էլ գայլ չէ, այլ թափառող շուն, հայտնվեցին նույնիսկ նման ենթադրություններ։ Չէ, նա հաստատ գայլ է, հերքում էին տղամարդիկ, որոնց բակ նույնպես նա մտել էր։ Խանութի մոտ նաև պատմեցին, որ շրջկենտրոնում կա մի կենդանիների վարժեցնելու կայան, որտեղ գայլեր և աղվեսներ են պահում։ Ինչ որ ժամանակ նույնիսկ արջեն ունեցել։ Մի խոսքով, որսորական շներին վարժեցնելու համար նրանց հրահրում են վայրի կենդանիների վրա։ Եվ ահա այնտեղից, վաղուց ճիշտ է, գուցե մի 2 տարի առաջ, փախել է մի երիտասարդ գայլ։ Դեռահասը հենց վսկապով պոկվել էր ու փախել անտառ, նրան այնպես էլ տեսել էին։ Արդյոք սա քո փեսացուն չէ, ծիծաղում էին ծերունները։ Հաջորդ օրը գայլը նորից եկավ իր փրկչի մոտ։ Նա նորից կերակրեց նրան։ Այժմ նա աշխատում էր ամեն օր միսը կտրատել ավելի ու ավելի մեծ կտորներով, և մոտ 2 շաբաթ անց կինը դրեց մի ամբողջական կտոր։ Գայլն ագահորեն նետվեց, ծամեց և առանց որևէ դժվարության կուլ տվեց այն, լիզեց դունչը և նայեց իր փրկչին։ Նա շոյեց նրա գլուխը լիովին առանց վախենալու, թեև հիմա արդեն ոչինչ չէր խանգարում գայլին հարձակվել կնոջ վրա։ Բայց նա միայն գլուխը խոթեց նրա ծնկների մեջ։ Հիմա նա գալիս էր ավելի ու ավելի հազվադեպ։ Գազանն արդեն կարող էր ինքնուրույն որս անել և հանգիստ ուտել իր որսը։ Անահիտն ուրախանում էր նրա համար, բայց հոգու խորքում նաև տխուր էր, որ շուտով կգա այնպիսի պահ, երբ նա բոլորովին չի գա։ Եվ ահա մի անգամ ճակատագիրն Անահիտի համար անակնկալ էր պատրաստել։ Ջուլին 5 ձակ բերեց, այն էլ ոչ թե հասարակ, այլ իսկական գայլուկն էր։ Մեր ամուրին պարզվում է ժամանակն իզուր չէր կորցրել։ Միայն մեկն էր սևուկ, Ջուլիի պես, իսկ 4-ը ճիշտ և ճիշտ իրենց հայրն էին։ Անահիտը բոլորին պատմում էր քոթոտների մասին և հպարտությամբ հայտարարեց, որ հիմա նա արդեն գայլի հարսնացու չէ, ինչպես իրեն կնքել էին, այլ հիմա նա գայլի զոքան չէ։
Ժողովուրդը ծիծաղում էր եւ շնորհավորում նրան համալրման կապակցությամբ։ Իսկ գայլը շարունակում էր այցելել իր ընտանիքին, հոտոտում էր ձագերին, երբեմն նույնիսկ լիզում, իսկ հետո սկսեց նրանց որս բերել։ Անահիտն ապշած էր։ Հիմա նա աշխատում էր դուրս չգալ տնից, որպեսզի չանհանգստացնի գայլին, ուստի հատկապես չէր զննում, թե ինչ է նա բերում։ Ձագերը ամբողջ խմբով նետվում էին որսի վրա եւ ագահորեն կրծում էին։ «Ինչ եմ ես ձեզ հետ անելու», մտորում էր կինը։ «Շուտով պետք է ձեզ մի տեղ տեղավորեմ»։ Իսկ մի անգամ Անահիտի մոտ այցելեց այն կենդանիների վարժեցման կայանի տերը։ Նա իմացել էր փրկված գայլի եւ նրա ձագերի մասին։ Կինն անմիջապես չհասկացավ, թե նա ինչ է ուզում, եւ ներս թողեց նրան։ Խոսակցությունը բանջարանոցում էր։ Որքան զայրացավ կինը, երբ հասկացավ, թե ինչու է եկել այս լկտի տղամարդը։ Նա ուզում էր թակարդ դնել իր գայլի համար եւ առաջարկում էր գնել Անահիտից ձագերին։ Նա սկսեց բղավել նրա վրա եւ վռնդել, իսկ նա սկսեց վիրավորել կնոջը, սպառնալ նրան, եւ հանկարծ որպես կայծակ ցանկապատի վրայով թռավ գայլը, գետնին չդիպչելով մի վայրկյանում տապալեց սրիկային գետնին եւ փորձում էր կծել։ Տղամարդը պոկվեց եւ հազիվ հասցրեց թաքնվել տանը։ Գայլը կանգնեց նրա, կնոջ եւ իր ձագերի միջև։ Հիմա Անահիտը վստահ էր, որ սա հենց այն գայլն է, որի մասին պատմում էին։ Ձագերը մեծացան եւ շուտով գնացին հոր հետքերով։ Անահիտը հասկանում էր, որ ազատության մեջ նրանց ավելի լավ կլինի։ Այսպես ամուրին գտավ իր ոհմակը։ Մի քանի տարի անց որսորդները սկսեցին նկատել այդ վայրերում անսովոր սև գայլերի։ Դրանք Ջուլիի թոռներն են, մտածում էր այն ժամանակ Անահիտը։ Ամուրին դեռ շատ անգամներ էր գալիս Անահիտի եւ Ջուլիի մոտ, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է։ Իսկ ձեզ շնորհակալություն, որ լսեցիք մինչև վերջ։ Մի մոռացեք բաժանորդագրվել եւ հավանել, ինչպես նաեւ սեղմեք զանգակին, որպեսի բաց չթողնեք նոր տեսանյութերը։ Դե եւ իհարկե մեծ շնորհակալություն ձեզ ձեր բարի, սերտանց մեկնաբանությունների համար։ Մենք բոլորը կարդում ենք։ Ամենայն բարիք ձեզ։